Բարև ձեզ։ Եթե Հայաստանի նախկին ղեկավարներն անձամբ չեն առարկում Արցախի բանակցային փաստաթղթերի հրապարակման ցանկին ու բովանդակությանը, ուրեմն համաձայն են, որ խաղավարի գործող ղեկավարը քարոզչական էֆեկտի սեփական սպասելիքով, չնայած այդ հանգուցյալ փաստաթղթերն այլևս ոչինչ չեն փոխում Արցախի ճակատագրում, հանուն որի Հայաստանին ստիպեցին ընդունել Մաքսային միության տիրապետությունը։ Հայաստանը հիմա այդ տիրապետության տարածքում է, Արցախը Ադրբեջանի, եւ ոչ ոք չի բացատրում, բա ինչու վճարեցինք այդ գինը։ Այսօրվա հետողորմյան այդ գինը չի վերականգնի, ինչպես նաեւ չի վերականգնի այդ փաստաթղթերը բանակցած կամ մերժած Հայաստանի որևէ ղեկավարի իմիջը։ Դա թողեք հաջորդ քաղաքական սերնդին։ Հիմա մտածեք Արցախի քաղաքական իրավական պատմությունը ներսում պատվով պահելու մասին, եթե չեք մոռացել, որ դրսում Ալիևի վարձու ակադեմիկներն են, ականջները սրած սպասում, թե ինչ կնվիրեն իրենց հայկական քաղաքական խոհանոցից Արցախի հայաթափումը մարսելու համար։ Հայաստանի ներքաղաքական բանավեճն ուղղակի դատապարտված է այդ սահմանը պահպանելուն։ Արցախի կորուսյալ պատմությունում հիմա որևէ մեկին փրկել հնարավոր չէ 2026 թվականի ընտրություններն ինչ արդյունք են ունենան, որովհետև նախկին ներկա առճակատումն Արցախի բանակցային պատմության մեռյալ թղթերի հաշվին Հայաստանի նոր ղեկավարի ընտրության բանալի չեն կարող լինել։ Բանալին քվեատուպում է, այնպես որ բանավիճեք ինչից ուզում եք, բայց հեռու մնացեք քվեատուպից։ Դա է հիմա Հայաստանի միջազգային միակ հենարանը։ Հաջողություն։